Ընդհանուր առմամբ ի սկզբանե 232 դպրոցի մասին էր խոսքը 2023 թվականի ԿԳՄՍ նախարարի որոշման համաձայն այդ քողարկվող կրթության հասանելիության ապահովման ծրագրի ներքո։ Հետագայում 1-2 որոշումներով դուրս են եկել 3 դպրոցներ եւ հիմա ըստ էության փաստացի լուծարման է ենթակա այս պահին 229 դպրոց ամբողջ հանրապետության տարածքում։ Ամենամեծ մասնաբաժինը Սյունիքում ու Շիրակում է 48-ական դպրոց, 47 դպրոց Լոռիում է։ Ամենափոքր հատվածը ներկայանում է Հարթավայրային շրջանները, Արարատյան դաշտի շրջանները, Արարատ, Արմավիր, այսինքն Տավուշում դպրոցների փակումը Գեղարքունիքում դպրոցների փակումը բավականին մեծ ծավալի է, այնպես որ ամբողջ հանրապետության մասշտաբով է եւ հստակ թիրախավորված է, եթե կարգավիճակային բնակավայրերի կարգավիճակով դիտարկենք, բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերը, որովհետեւ օրինակ լեռնային կարգավիճակ ունեցող բնակավայրերի 186 բնակավայրերի 108-ում դպրոցները փակում։ Ասեմ, որ փակվող 200 այս պահին 29 դպրոցից 218-ը տվյալ բնակավայրում միակ դպրոց են համարվում։ Իսկ դպրոց փակել նշանակում է դատարկել գյուղը։ Իսկ դատարկել գյուղը այդ մասշտաբի ու այդ ծավալների մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Իսկ ո՞րն է իրենց պատճառաբանությունը, որ փակում են։ Իրենք ասում են, որ ավելի մեծ դպրոց են կառուցում եւ ավելի որակյալ կրթություն է հնարավոր ապահովել։ Չարաչար սխալում են, որովհետեւ նույնիսկ այդ դպրոցների տեղափոխման, աշակերտների տեղափոխման արդյունքում հավասար պայմաններ անհնար է ապահովել, աշակերտների տեղափոխությունը, ճանապարհները եւ այլն, դա կրթական հավասարության պայմանները ի սկզբանե խախտում է, եթե սա է իրենց պատճառը, բայց եթե իրենք այսպիսի միակից որոշում են կայացրել, ի սկզբանե մեզ էլ էր թվում, թե սա դիլետանտ որոշում է, բայց երբ որ հետևանքները բազմաչափ գնահատում ենք, կարծես թե քողազրկվում է իրական նպատակը, իսկ իրական նպատակը գյուղերի դատարկելն է, թե ում համար վերջերս արդեն շրջանառության մեջ էր, որովհետև այս խնդիրը չի կարելի դիտարկել միայն աշակերտների կրթական որակը ապահովելու հարցում, որովհետև ինքը ունի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական եւ առաջին հերթին տարական ֆիզիկական ամբողջական խնդիր։ Իսկ պարոն Ներսիսյան, այդ դպրոցները քիչ աշակերտներ ունեն, 1-2, չէ՞, ասում են, որ կան նման դպրոցներ, որոնք 1 աշակերտ, 1-2 աշակերտ ունեցող դպրոցները արդեն փակվել էին, օրինակ նույն ծրագրի մեջ Վայոց ձորում կար դպրոց, որ արդեն փակված էր։ Դպրոցներ կան, որոնք ունեն օրինակ 113 աշակերտ, սահմանամերձ բնակավայր, Շիրակի մարզի Բայանդուր բնակավայրի դպրոցը ունի 113 աշակերտ։ Սա փոքր դպրոց է, չեմ կարծում փոքր դպրոց։ Դպրոցներ կան 50-ից 100 աշակերտի սահմաններում են։ Կան փոքր դպրոցներ, բայց դա քողարկումն է ծրագրի։